խնդրին ըստ էության ասել է, որ շինարարական խնդիրների պատճառով է ազատման դիմումի գրելու այդ հորդորը եղել։ Ճիշտ չէր, ինչպես հետո պարզվեց ձեր ասածը, փաստորեն ճիշտը չեք ասել նրանց, կխնդրեի պարզաբանեք։ Ես աշխատակիցների հետ խոսել եմ մեկ անգամ, դա տեղի ունեցել 3 եւ մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը եւ ես աշխատակիցներին փոխանցել եմ այն տեղեկատվությունը եւ նաև բարձրացված այն հարցերին եմ անդրադարձել, որոնք որ իրենց մոտ եղել են։ Այսինքն չեք ասել, որ շինարարական խնդիրների պատճառով է հեռացվում Տիկին Գզոյանը։ Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ առավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով եւ շարունակում եմ հենց այդ տեսանկյունից էլ ուրիշ բացատրություն եք, ինչ բացատրություն եք իրենց ներկայացրել Տիկին Անդրեասյան։ Ես նախ ես որևէ մեկին բացատրություն ներկայացնելու կարիք չունեմ։ Նկատի ունեմ ինչ հիմնավորումներ եք Ես ներկայացրել։ նայեք, աշխատակազմը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել։ Դա եղել էր նախորդ շաբաթվա վերջին 5 շաբթի կամ ուրբաթ օրը։ Եթե թույլ տաք, ես միտքս ավարտեմ։ Նախորդ շաբաթ 5 շաբթի կամ ուրբաթ օրը աշխատակազմը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ։ 2 շաբթի օրը կայացավ հանդիպումը։ Մենք բոլոր աշխատակիցներին, ովքեր ուզել էին, բնականաբար հրավիրել էինք նախարարություն, շուրջ 30 հոգի եկել էր, մենք մանրամասն խոսել ենք բոլոր հարցերից եւ պայմանավորվել ենք կներեք էլի, եթե դուք անընդհատ ինձ թատեք, ես այդպես էլ նախադասությունը չեմ ավարտել։ Հանդիպել եք, ասեք ինչի համար եք։ Իրենք տարբեր բնույթի հարցեր ունեին, հիմնականում կապված իրենց գիտական հետազոտական գործունեության հետ եւ ես բարձ ու հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականon աշխատանքին, իրականացնեն այն հետազոտական գիտական գործունեությունը, թանգարանային նաեւ գործունեությունը, որը իրականացնում են եւ գիտեք Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆինանսավորումը ու սրանք բոլորը հասանելի եւ հրապարակված թվեր են հարթակներում ամեն տարի ավելացել է պետության կողմից եւ երբեք պետությունը այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան ինստիտուտին։ Ես փոխանցել, որ դա է հեռանալ։ Աշխատակիցների հետ նման խոսակցություն չեմ ունեցել, ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ բարձրացվող հարցերին, ես այդ հարցը բարձրացրել եմ։ Եթե դուք նկատել եք, ես սեպտեմբերից սկսած ամեն շաբաթ այցելում եմ հուշահամալիրի նայեք, ես ինչ որ ասում եմ, սովորություն չունեմ ճիշտ չասելու, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ինչը տեսնում եմ որպես խնդիր եւ ինչի մասին համարում եմ, որ պետք է խոսել։ Իսկ այս պարագայում ներողություն հարգելի գործընկերներ, ես հանդիսանում եմ ոլորտը համակարգող նախարարության պատասխանատու։ Ես տեսնում եմ շատ ավելի մանրամասն խնդիրներ, քան դա կարող է տեսնել մեր որևէ այլ պետական մարմնի կամ այլ դիրքում գտնվող անձ իմ աշխատանքի բերումով եւ հանգամանքի բերումով։ Եվ եթե այլ դիրքից տեսանելի է մեկ խնդիր, ինձ համար տեսանելի է 10 խնդիր։ Եվ ես հարկ եմ համարում խոսել խնդիրների մասին ընդհանուր առմամբ, իսկ այն, որ մենք շինարարության մասով ունեինք խնդիրներ եւ այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ, պարզ, հանրային եւ այսօր էլ եթե ձեզնից որևէ մեկը ուզում է, խնդրում եմ, ես ամեն շաբաթ կարող եք ինձ ուղեկցել առավոտյան իրավասության մեջ մտնում է շինարարական հարցերին միջամտելը։ Խնդիրները տարբեր են, մենք առիթ ունեցել ենք միասին շատ երկար ու մանրամասն խոսելու բոլոր խնդիրներից Եվ ես կարծում եմ, որ բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները, ես Տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը եւ գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի, այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում եւ այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չի, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը
ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ եւ կառավարչական ոլորտում արկա խնդիրները պետք է լուծվեն անկախ նրանից, թե որ Կառավարումն եք մեջբերում, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա գիրք է նվիրել, չպետք է այդ գիրքը նվիրել, որովհետեւ դա սադրիչ գործողություն է, մեր արտաքին քաղաքականությանը չի վերջացնում հարցը։ Փաշինյանը ասում է, որ դա սադրիչ գործողություն է եղել Գզրյանի կողմից, որը հանդիսանում է տնօրեն, ճիշտ է, հետեւաբար կառավարման խնդիր է, ճիշտ է, եթե դուք մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությունը։ Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին եւ ընդհանրապես Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, եւ այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը։ Եվ վերջ արարողակարգը, որ այդ իրավիճակը պետական արարողակարգի մասին հարցերը դուք ճիշտ հասցեով չեք ուղղում, որտեղ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պետական արարողակարգով չի զբաղվում։ Ես հենց սկզբից ով է իրեն տեղեկացրել, որ տասնամյակների ավանդույթը պետք է այս Հարցին ես իրավասու չեմ պատասխանել, տասնամյակների ավանդույթի մասին չի խոսքը։ Դուք խնդրում եմ հարցի մեջ խնդրում եմ լինել կոռեկտ, որովհետև արարողակարգը յուրաքանչյուր այցի համար կազմվում է առանձին համաձայնեցնելով մյուս կողմի հետ։ Եվ այդ իմաստով հարգելի գործընկերներ, ես իրավասու եմ պատասխանել ձեր բարձրացրած հարցերի այն մասին, որը վերաբերում է մեր նախարարության տիրույթին։ Խնդրում եմ պետական արարողակարգի որևէ հիմա ես պիտի խնդրեմ ինչ որ մեկը մի հատ վերջի հարց տա ու ես պատասխանեմ, բայց մի պայմանով, որ դուք ուղղակի չընդհատեք, որովհետև եթե ընդհատեք, ես ուղղակի կթողնեմ եւ կհեռանամ։ Անդրեասյան, արդյոք աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հարցը, որ նրանք բարձրացել են, արդյոք Արցախի հետ կապված բաժինը պետք է փակվի թանգարանում։ Նրանք բարձրացրել են տարբեր հարցեր իրենց գործունեությանը վերաբերող եւ իմ պատասխանը եղել է նույնը, որ իրենք վերադառնան իրենց բնականon աշխատանքին, իրենց գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվում։ Շնորհակալություն։ Տնօրենին վերականգնելու հարց չկա։ Տիկին Անդրեասյան, որ կներեք էլի, ես իսկապես պայմանավորվեցինք, խոսեցինք։ Անդրեասյան խաթարվել է Թանգարան ինստիտուտում, Ես խնդրում եմ, որովհետև նրանք կապերի չեն համարում։ Շտապում եմ, եթե կուզեք էլի զրուցել, ես բոլորովին դեմ չեմ, բայց հիմա ուղղակի դրա հնարավորություն Ես հրահանգել եմ, որպեսզի ազատ ինչպես եք դուք փոխանցել։ Ձեզ է ասել ինչ-որ մեկ այլ մարդու միջոցով Տիկին Անդրեասյան։ Ձեզ պիտի չհասկանամ Տիկին Անդրեասյան, դուք եք փոխանցել նորեն, որ ինքը պետք է Փաշինյանի հրահանգով ազատվի աշխատանքից։ Ինչ եք ուզում, ես իմ օրվա ռեժիմը նկարագրեմ, առավոտյան երբ եմ գալիս, հետո ինչ եմ առաջինը անում, ինչ եմ երկրորդը անում։ Նախարարի աշխատանքը ենթադրում է կոնկրետ բաներ, ինչով որ ես զբաղվում եմ։ Շնորհակալություն։ Ես